Շանթերստանկերության եթերը շարունակում է ավտոշիկերտ հաղորդաշարը, ձեզ հետ Երվանդ Ղարիբյանն է, ավտոմոբիլային ամենատարբեր տեղեկություններով, ողջույն։ Ավելի լավ է քիչ, բայց լավ։ Հենց այս Լենինյան բնութագիրը հիշեցի Nissan Micra-ի հետ անմիջական ծանոթությունից հետո։ Ինչ Ferrari, ինչ 12 մխոցային շարժիչ, ինչ բենզինի ահռելի ծախս։ Ում են հարկավոր ցոփ ու շվայտ կյանքի այդ ատրիբուտները սովորական քաղաքային բնակչին, որի տեղաշարժման խնդիրը լուծելու համար հարկավոր է կոմպակտ, տարողունակ, տնտեսող եւ ոչ ծախսաշատ մեքենա, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Nissan Micra-ն է։ Այնուամենայնիվ ավելի լավ է քիչ, բայց լավ։ Փոքր մեքենայի առավելությունները գնահատելու համար անկասկած պետք է քաղաքային բնակիչ լինել։ Ամեն օր, երբ երթևեկության մասնակիցների քանակի ահագնացող աճի պայմաններում իրականացվում է տուն, աշխատավայր, տուն, ունայն եւ միօրինակ երթուղին, մերթընդմերթ սակայն համեմվելով այս կամ այն վայրն այցելելու անհրաժեշտությամբ, միանգամայն հստակ գծագրվում է քաղաքային բնակչի առօրյա խնդիրների շրջանակը։ Եթե քաղաքային այդ բնակիչը երթվյալ հետիոտն չէ, իսկ առօրյա տեղաշարժման խնդիրը լուծելու համար կարող է իրեն թույլ տալ չօգտվել երբեմն իրենց եւ ուղևորների վրա խաչ քաշած երթուղային եւ սովորական տաքսիների վարորդների ծառայություններից, ապա քաղաքային սովորական այդ բնակիչը հավանաբար սեփական մեքենա ունի եւ երթևեկության հազարավոր մասնակիցներից մեկն է, անկախ այն բանից, թե ինչ մեքենա է վարում։ Ամեն օր նստելով մեր անձնական մեքենան եւ վարելով այն, մեզնից շատերը իրենց հարց են տվել. որքանով է իմ մեքենան համապատասխանում ինձ եւ իմ առօրյա պահանջմունքներին, արդյոք այն լիովին բավարարում է ամենօրյա վարման ընթացքում առաջացող խնդիրներին, թե ոչ։ Այստեղ իհարկե մեծ նշանակություն ունի մարդու անհատականությունը, նրա եկամուտները, զբաղեցրած դիրքը, սեռը, տարիքը, ամուսնական կարգավիճակը, կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ ելի մանր ու մեծ տեսանելի եւ անտեսանելի բազմաթիվ գործոններ։ Եվ կախված այդ գործոնների առաջնահերթության եւ կարեւորության մեր պատկերացումներից մենք կատարում ենք ընտրություն, հաճախ զգացմունքային, երբեմն ոչ այնքան, մի դեպքում կշռադատված, մյուսում ավելի քիչ, սակայն համարյա միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ընտրությունը, շրջապատին համոզելով, որ ավելի լավ ընտրություն, քան դուք եք կատարել, ուղղակի հնարավոր չէր, եւ դուք վարում եք ըստ էության աշխարհի լավագույն մեքենան։ Մեծ հաշվով դա այդպես է, յուրաքանչյուրը, ով ունի սեփական մեքենա, համոզված է, որ լավագույն ընտրությունն է կատարել, սակայն արդյոք դա այդպես է, եւ չենք խաբում արդյոք ինքներս մեզ։ Ի վերջո ինչ ենք մենք ցանկանում ստանալ մեր ընտրած մեքենայից, շրջապատին մեր հզորությունն ու բացառիկությունը ցուցադրելու հնարավորություն, թե պարզապես A կետից B կետը տեղաշարժվելու միջոց։
իսկ միգուցե ամենօրյա հուսալի եւ անտրտունջ ընկեր։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները յուրաքանչյուր վարորդ պատկերացնում է յուրովի, կախված վերը թվարկված մանր ու մեծ, տեսանելի եւ անտեսանելի բազմաթիվ գործոններից, առաջնորդվելով նաեւ իր դաստիարակությամբ, կրթությամբ, աշխարհայացքով եւ մենթալիտետով։ Հենց այս բազմաթիվ գործոնների հանրագումարն էլ մեկին տանում է դեպի վառելիք խժռող մեծածավալ ջիպ, մյուսին ներկայացուցչական սեդան, երրորդին երկտեղանի սպորտ կուպե, իսկ շատերին էլ դեպի պրակտիկ, տնտեսող եւ կոմպակտ քաղաքային մեքենաներ, ինչպիսին այս Nissan Micra-ն է։ Բոլոր առաջատար ընկերությունները, անկախ իրենց ազգային պատկանելությունից, իսկ որոշներն էլ 2 եւ ավելի ներկայացուցիչ ունեն այս դասում, եւ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի սուր մրցակցություն է գնում գնորդների համակրանքը շահելու համար։ Այս դասի բազմաթիվ ներկայացուցիչներից մեկն էլ հենց Nissan Micra-ն է, որի նոր մոդելն արդեն Հայաստանում է եւ աստիճանաբար ընդլայնում է իր ներկայությունը առօրյա երթևեկության մեջ։ Նոր Nissan Micra-ն նույնանուն մոդելի 4-րդ սերունդն է, որի առաջին սերունդն ասպարեզ է հանվել 1982 թվականին։ Համարյա 30 տարվա ընթացքում մոդելի ընդամենը 3 սերնդի առկայությունը խոսում է ճիշտ գտնված չափի, ձևի, ընթացային եւ սպառողական հատկությունների մասին, որոնք Micra-ի նախկին 3 մոդելներին տվել են նախանձելի երկարակեցություն, ինչը պետք է խոստովանել հազվադեպ է հանդիպում այս դասում։ Դատելով Micra-ի անվանումից, այն կոմպակտ չափերով մեքենա է։ Նրա երկարությունը հավասար է 3 մետր 78 սանտիմետրի, ինչը դասում է նրան եվրոպական դասակարգման B դասում։ Մեքենան լիովին համահունչ է իր անվանմանը, սակայն դա միայն դրսից։ Ներսից այն զարմանալիորեն ընդարձակ է, ապա տեսեք, թե ինչքան տարածություն կա այս փոքր մեքենայում։ Ընդարձակ սալոն ստանալու համար մեքենայի անիվները որքան հնարավոր է տարվել են դեպի թափքի անկյունները, ինչն ապահովել է նաև պատկառելի 2 մետր 45 սանտիմետր անիվային բազա։ Նախկին մոդելի համեմատ նոր Micra-ն աճել է թե երկարությամբ, թե լայնությամբ, սակայն մնացել է համահունչ իր անվանը։ Ճիշտ է, 1.5 սանտիմետրով նվազել է նրա բարձրությունը, սակայն յուրահատուկ գծագրության բարձր տանիքի շնորհիվ այն պահպանել է իրեն բնորոշ սիլուետն ու ընդարձակ եւ լուսառատ սալոնը։ Մեքենայի բարձր տանիքն ապահովել է ոչ միայն ընդարձակ տարածություն սալոնում, այլ նաև հիանալի տեսադաշտ։ Ապակի պատման մակերեսն այնպիսին է, կարծես գտնվում ես ավտոբուսում կամ մինիվենում։ Ամեն ինչ երևում է կարծես ափիտ մեջ, եւ մեքենայի գաբարիտներն էլ հիանալի զգում ես։ Ընդհանուր առմամբ Micra մոդելի թե նախորդ թե այժմյան սերունդը առանձնանում է յուրահատուկ ճանաչելի դիմագծերով։ Չորրորդ սերնդի Micra-ն նախորդի հետ համեմատ ավելի զուսպ է, միևնույն ժամանակ այն ավելի ժամանակակից է եւ դինամիկ։ Այն կարելի է ասել ավելի առնականացել է, հեռանալով նախկին մոդելի թերևս փոքր-ինչ մուլտիպլիկացիոն, այդ պատճառով էլ ավելի կանացի ընկալվող կերպարից։
Նիսանում սա բացատրում են երիտասարդ արական սեռի գնորդների թվի ընդլայնման ցանկությամբ, եւ այս առումով կարելի է արձանագրել, որ նոր միկրայի արտաքինն ինչպես այժմ ընդունված է անվանել unisex է, այսինքն հավասարապես ընդունելի եւ իգական եւ արական սեռի գնորդների, հատկապես երիտասարդ գնորդների համար, որոնք մեքենայի թե ուշագրավ արտաքինում, թե ընդարձակ եւ հարմարավետ ուղևորախցիկում կգտնեն իրենց հոգեհարազատ մոտիվներ։ Նոր Nissan Micra-ն իր կոմպակտ չափերի շնորհիվ դրսևորում է ճարպիկ եւ կայտառ բնավորություն քաղաքային խիտ երթևեկության պայմաններում, հաջողությամբ խուսանավելով տրանսպորտային հոծ շարքերում։ Հատկապես գովելի է փոքր, ընդամենը 4.7 մետր շրջադարձի շառավիղը եւ իհարկե կայանման համար նվազագույն տարածության անհրաժեշտությունը, որոնք Micra-ին դարձնում են մանևրող, ճարպիկ եւ դյուրակառավարելի։ Այս հատկությունները հաստատ դուր կգան երիտասարդ, նորելուկ եւ ոչ այնքան փորձառու վարորդներին, որոնց իհարկե կօգնի նաեւ սալոնից հիանալի տեսադաշտն ու մեքենայի չափերի adekvat զգացողությունը։ Առանձին խոսակցության թեմա է Micra-ի շարժիչը։ Nissan Micra-ի շարժիչն այսպես կոչված Pure Drive նոր տեխնոլոգիական մոտեցման ներկայացուցիչներից է։ Այս նոր էկոլոգիապես մաքուր շարժիչների վնասակար արտանետումները 1 կիլոմետրին չեն հասնում 140 գրամը եւ առանձնանում են վառելիքի տնտեսումով եւ կարշունակությամբ։ 1.2 լիտր աշխատանքային ծավալով այս շարժիչն ունի ընդամենը 3 մխոց, սակայն 80 շզորությունը թույլ է տալիս վստահ զգալ ամենատարբեր ճանապարհային իրավիճակներում։ Թվում է, թե 3 մխոցային շարժիչն ընդամենը ընդհանուր հոսքի աճ շարքում համեստ հանգրվանելու համար է, բայց ոչ, շարժիչի աշխույժ արձագանքը տրամադրում է դինամիկ վարման եւ վստահ վազանցների քաղաքային արագությունների ժամանակ։ Մայրուղիներին էլ եվրոպական թույլատրելի 110-120 կմ/ժ արագությունը մեքենային տրվում է թեթևությամբ եւ հավելյալ արագացման միանգամայն վստահ պաշարով։ Վարման ընթացքում Micra-ի սալոնում միանգամայն հարմարավետ է եւ շարժիչի ձայնը ընդհանրապես չի լսվում։ Միայն 3500 պտույտից հետո լսում է 3 մխոցային շարժիչի ձայնը, սակայն նույնիսկ մաքսիմալ պտույտների ժամանակ շարժիչը չի անհանգստացնում իր ձայնով, ինչը խոսում է մեքենայի լավ ձայնամեկուսացման մասին։ Որպես բազային սարքավորում առաջարկվում է 5 աստիճանով մեխանիկական փոխանցումատուփ, որի շնորհիվ մեքենայի կառավարումը դառնում է ավելի դինամիկ եւ աշխույժ։ Ավելի հարմարավետ վարման կողմնակիցներին դուր կգա վարիատորային ավտոմատ փոխանցումատուփը, որի երկրպագուների թվում իհարկե մեծ կլինի կանանց եւ աղջիկների տոկոսը։ Nissan Micra-ի վրա առաջարկվում է երկու տիպի փոխանցումատուփ՝ 5 աստիճանով մեխանիկական եւ վարիատորային ավտոմատ։ Ավտոմատ փոխանցումատուփը առանձնանում է ցածր պտույտների ժամանակ զգայուն եւ անմիջական արձագանքով, իսկ բարձր պտույտների ժամանակ վառելիքի տնտեսումով։ Այն դինամիկ վարման ժամանակ փոքրինչ ուշանում է, սակայն հանգիստ վարման ընթացքում փոխանցումները փոխվում են համարյա աննկատ։ Ավտոմատ փոխանցումատուփն ունի ֆիքսված առաջին եւ երկրորդ փոխանցումների ռեժիմ, ինչը կնպաստի մեքենայի անվտանգությանը ձմեռային վարման ժամանակ եւ առանձին իրավիճակներում, երբ անհրաժեշտ է մնալ նույն աստիճանի վրա։ Ընդհանրապես Nissan-ում լուրջ ուշադրություն են դարձրել անվտանգությանը, առաջնորդվելով այսպես կոչված անվտանգության վահան կոնցեպցիայով։
Այս համակարգն իր մեջ ներառում է բազմաթիվ գործոնների հանրագումար, որոնցից պետք է առանձնացնել առջևի երկու և կողային անվտանգության բարձիկները, հակաբլոկավորման ABS, արգելակման ուժերի տեղաբաշխման EBD և կտրուկ արգելակման օժանդակության Brake Assist համակարգերը, ինչպես նաև թափքի զոնային կառուցվածքը, հարվածը կլանող անվտանգության գոտիներով, որոնք հնարավորություն են տվել Euro NCAP crash թեստերի եվրոպական ստանդարտով ստանալ 4 աստղ, ինչն այս դասի մեքենաների համար երազանց ցուցանիշ է։ Nissan-ում աշխատել են նաև քաշի թեթևացման ուղղությամբ, հասցնելով այն 945 կիլոգրամի։ Թեթևացվել են նաև կախոսները, իսկ որպես հավելյալ սարքավորում առաջարկվում են 15 դյույմանոց թեթևաձույլ անիվներ։ Ինչ վերաբերում է կախոսներին, ապա այստեղ ավանդական սխեմա է այս տիպի մեքենաների համար, առջևում McPherson տիպի, իսկ հետևում կիսաանկախ։ Կախոսներն աշխատում են բավականաչափ հանգիստ, անտրտունջ կլանում են ճանապարհային անհարթությունները, հիմա ճիշտ այդպիսի ճանապարհով են ընթանում, սակայն մեծ փոսերի ժամանակ որոշակի ձայնային ֆոն կա, որը խոսում է էքստրեմալ վիճակի մասին կախոսների աշխատանքի։ Սակայն ընդհանուր առմամբ կախոսները բավականաչափ փափուկ են աշխատում, ինչը այս կարգի մեքենայի համար պետք է ասել, որ շատ գովելի հատկություն է։ Վարման ընթացքում Micra-ն ցուցաբերում է տրամաբանական և կանխատեսելի վարքագիծ, գազի, արգելակման և ղեկանևի հրահանգներին պատասխանելով միանգամայն ճշգրիտ, առանց դույզն ինչ ուշացման և անհարկի փութաջանության։ Սա մեքենայի հասունության անթաքուց ապացույց է, որը հատկապես սկսնակ վարորդներին թույլ կտա համարժեք գնահատել մեքենայի կարողությունները և զգալ այն ամենայն մանրամասնությամբ։ Բնականաբար այս հատկանիշները և մեքենայի կայտառ ընթացքը համեմված ուշագրավ արտաքինով պետք է դուր գան գնորդին, հատկապես երիտասարդ գնորդին։ Ավտոմեքենայի թիրախային խումբը ըստ պարտադրողի եւ ըստ շուկայական բոլոր ուսումնասիրությունների կազմում են 18-ից 35 տարեկան մարդիկ, այսինքն թիրախային խմբի մեջ կարող մտնել թե ուսանողներ, ինչպես նաև ցանկացած երիտասարդ կամ հոգով երիտասարդ անձնավորություն, որը կկամենա վայելել ավտոմեքենայի բոլոր առավելությունները։ Հայաստանի համար իմ կարծիքով շատ հարմար առաջարկ է Nissan Micra-ն, որովհետև համ ինքը փոքր է, իսկ Երևանը մեծ քաղաք չի ու ավտոմեքենաները շատ են։ Ուսանողի համար շատ հարմար ավտոմեքենա է, փոքր եւ մատչելի։ Շատ սիրուն է։ Nissan Micra-ն ներկայացնում ենք 3 տարբեր կոմպլեկտավորումներով, մեխանիկական փոխանցումատուփով եւ ավտոմատ փոխանցումատուփով եւ առաջարկում են տարբեր գնային սահմաններում 4.990.000 դրամից մինչև 6.400.000 դրամ կախված կոմպլեկտավորումից։ Դառնալ երիտասարդ քաղաքային բնակչի համար, որն առաջնորդվում է ավելի լավ է քիչ, բայց լավ, սթափ և պրակտիկ կարգախոսով։ Nissan Micra-ի թողած տպավորությունն ամբողջացնելու համար հաղորդման սկզբում նրան տրված ավելի լավ է քիչ, բայց լավ լենինյան բնորոշմանը կարելի է թերևս ավելացնել մի բնութագիր ևս։ Պստիկ է, բայց ճստիկ է։
Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հուսով որ կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։ Առայժմ։